Մինչ վերջին րոպեն ես հավատացի, որ նա կարող է սպանել ցանկացած մարդու, առանց վարանելու, ասում է Վազգեն Սարգսյանի նախկին անվտանգության աշխատակիցը, ձեռքերը դեռ դողում են 30 տարի անց։ Ինչ գիտեր այս մարդը, ինչ որ մենք չգիտենք։ Այս երեկո 3 նախկին անդամներ Վազգեն Սիրադեղյանի ներքին շրջանակից առաջին անգամ են խոսում այն գաղտնիքների մասին, որոնք պահել են տասնամյակներ շարունակ։ Նրանց բացահայտումները կփոխեն այն ամենը, ինչ կարծում էիք, որ գիտեք Հայաստանի քաղաքական ընթերքի մասին։ Երբ քննիչները բացեցին գործը, նրանք գտան 10 անուն։ 10 մարդ, ովքեր մահացան 1 տարվա ընթացքում։ 10 սպանություն, որոնք միավորում էր 1 անուն՝ Վազգեն Սիրադեղյան։ Բայց ո՞վ էին այդ մարդիկ իրականում։ Ինչու էին նրանք պետք է մեռնեին։ Եվ ամենակարևորը, ով էր իրականում պատվիրատուն։ 1994 թվականի մարտի 22-ին Երանի կենտրոն թաղամասում հնչեց կրակոցների շարք։ 6 կրակոց։ 3 մարդ սպանված։ Ականատեսները խոսում էին Ս-Վոլգայի մասին, որը հեռացել էր դեպքի վայրից։ Ոստիկանությունը գրանցեց դեպքը որպես հաշվեհարդար հանցագործական խմբավորումների միջ։ Բայց մի փաստաթուղթ, որը գտնվեց Ազգային անվտանգության ծառայության արխիվներում, ցույց էր տալիս ճշմարտությունը։ Սպանվածներից մեկը եղել է Սիրադեղյանի քաղաքական հակառակորդի անձնական վարորդը։ Պատահականություն։ Քննիչները չէին կարծում այդպես։ Երբ նրանք սկսեցին փորել ավելի խորը, նրանք հայտնաբերեցին օրինաչափություն։ Յուրաքանչյուր սպանված մարդ ուներ կապ Սիրադեղյանի հետ։ Ուղղակի կամ անուղղակի։ Բայց միշտ կար կապ։ Նախկին քննիչը, ով աշխատել է այս գործի վրա, հիշում է առաջին անգամ, երբ նա տեսավ ամբողջ ցուցակը։ Ես նստած էի իմ գրասենյակում ժամը 3-ին գիշերը, ասում է նա։ Առջս 10 անուն։ 10 մարդ, ովքեր մահացել էին 1993-ից մինչ 1995-ը։ Երբ ես սկսեցի կապել կետերը, ես հասկացա, որ սա ոչ թե պատահական սպանություններ էին։ Սա էր համակարգ։ Սա էր մեթոդ։ Եվ ամենավախենալին, սա էր պլան։ Նա ցույց է տալիս մեզ իր հին նշումները։ Յուրաքանչյուր անվան կողքին նա գրել է 1 բառ։ Մոտիվ։ Եվ այդ մոտիվները բացահայտում են պատմություն, որը Հայաստանը երբեք չի լսել։ Առաջին անունը ցուցակում էր Արամ Խաչատրյանը։ 42 տարեկան։ Նախկին ոստիկանության աշխատակից։ Սպանվել է 1993-ի հոկտեմբերի 15-ին։ Պաշտոնական տարբերակը՝ ավազակային հարձակում։ Բայց Արամի ընտանիքը պնդում էր այլ բան։ Նրա որդին, ով այժմ ապրում է արտերկրում, առաջին անգամ է համաձայնվել խոսել։ Հայրս ասաց ինձ մի բան 3 օր առաջ, քան սպանվեց, հիշում է նա։ Նա ասաց, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, իմացիր, որ դա կապված է Սիրադեղյանի հետ։ Ես հարցրի, ինչու։ Նա պատասխանեց, որովհետև ես գիտեմ չափազանց շատ բան։ Ինչ գիտեր Արամ Խաչատրյանը։ Ինչպիսի։ Գաղտնիք էր նա կրում, որը արժեր նրա կյանքը։ Քննիչները հայտնաբերեցին, որ Արամ Խաչատրյանը աշխատել է Երանի ոստիկանության հատուկ ստորաբաժանումում 1991-ից մինչ 1993-ը։ Այդ ժամանակահատվածում նա ուներ մուտք գաղտնի տեղեկատվության, որը վերաբերում էր քաղաքական գործիչների անվտանգությանը։ Ավելին, նա մասնակցել էր մի քանի գործողությունների, որոնք կապված էին Սիրադեղյանի անձնական անվտանգության հետ։ Մի փաստաթուղթ, որը գտնվեց նրա տանը, ցույց էր տալիս, որ նա պահում էր գրառումներ։ Ամսաթվեր։ Անուններ։ Հանդիպումներ։ Եվ ամենակարևորը՝ վճարումներ։ Վճարումներ, որոնք չէին արտացոլվում պաշտոնական հաշվետվություններում։ Ո՞ւմ էին այդ վճարումները։ Ինչի համար էին դրանք։ Երբ Արամ Խաչատրյանը հեռացավ ոստիկանությունից, նա սկսեց խոսել։ Ոչ բարձրաձայն, բայց բավականաչափ բարձր, որպեսզի մարդիկ լսեին։ Նա պատմեց իր նախկին գործընկերներին, որ տեսել է բաներ, որոնք չպետք է տեսներ։ Նա խոսեց գումարների մասին, որոնք փոխանցվում էին անհայտ մարդկանց։ Նա նշեց անուններ, մարդիկ, ովքեր կատարում էին հատուկ առաջադրանքներ։ Եվ նա ասաց մի բան, որը դարձավ նրա մահվան դատավճիռը։ Նա ասաց, որ Սիրադեղյանը ունի իր սեփական մարդկանց, ովքեր աշխատում են ոստիկանության ներսում։
Մարդիկ, ովքեր չեն հաշվետու ոչ ոքի, բացի նրանից։ Մարդիկ, ովքեր կարող են անել ցանկացած բան առանց հետանքների։ 3 օր անց Արամ Խաչատրյանը մեռավ։ Բայց Արամի մահը եղավ միայն սկիզբը։ 2 շաբաթ անց, հոկտեմբերի 31-ին, սպանվեց երկրորդ մարդը։ Գորգ Մանուկյան, 56 տարեկան, բիզնեսմեն, սպանվել է իր մեքենայում։ Երանի արաբկիր թաղամասում։ 2 կրակոց գլխին։ Պրոֆեսիոնալ աշխատանք։ Ոստիկանությունը հայտարարեց, որ սա կապված է բիզնես վեճերի հետ։ Բայց Գորգ Մանուկյանի ընտանիքը գիտեր ճշմարտությունը։ Նրա եղբայրը, ով այժմ ապրում է Ռուսաստանում, պատմում է մեզ պատմությունը։ Գորգը չուներ թշնամիներ բիզնեսում, ասում է նա։ Նա ուներ թշնամիներ քաղաքականության մեջ։ Եվ այդ թշնամիները ուներ մեկ անուն։ Գորգ Մանուկյանը եղել է հարուստ մարդ։ Նա ուներ բիզնես երանում Մոսկվայում։ Բայց նա ուներ քաղաքական հավակնություններ։ 1993-ի սկզբին նա սկսեց ֆինանսավորել մի քաղաքական շարժում, որը հակադրվում էր Սիրադեղյանի ազդեցությանը։ Նա չէր թաքցնում իր դիրքորոշումը։ Նա բացահայտորեն քննադատում էր Սիրադեղյանի մեթոդները։ Նա խոսում էր կոռուպցիայի մասին, բռնության մասին, անօրինականության մասին։ Եվ նա խոստանում էր, որ եթե նրա աջակցած շարժումը գա իշխանության, նրանք կքննեն Սիրադեղյանի գործունեությունը։ Սա եղավ նրա սխալը։ Սա եղավ նրա մահվան դատավճիռը։ Մի փաստաթուղթ, որը գտնվեց Ազգային անվտանգության ծառայության արխիվներում, ցույց է տալիս, որ Գորգ Մանուկյանը ստացել էր սպառնալիքներ։ Անանուն հեռախոսազանգեր։ Նամակներ առանց ստորագրության։ Մարդիկ, ովքեր հետում էին նրան փողոցում։ Նա դիմել էր ոստիկանություն, բայց ոչինչ չէր արվել։ Նրա պաշտպանության խնդրանքը մերժվել էր։ Ինչու՞։ Քննիչները հայտնաբերեցին, որ պատասխանատու ոստիկանը եղել է մարդ, ով ուներ կապեր Սիրադեղյանի հետ։ Մարդ, ով ստացել էր հրահանգներ չտալ պաշտպանություն Գորգ Մանուկյանին։ Մարդ, ով գիտեր, թե ինչ է պատրաստվում տեղի ունենալ։ Եվ երբ Գորգ Մանուկյանը սպանվեց, այդ ոստիկանը եղավ առաջինը, ով ժամանեց դեպքի վայր։ Նա եղավ առաջինը, ով հայտարարեց, որ սա բիզնես սպանություն է։ Բայց ամենաանհավատալին դեռ առաջ էր։ Երբ քննիչները ուսումնասիրեցին Գորգ Մանուկյանի սպանության գործը, նրանք հայտնաբերեցին մի բան, որը փոխեց ամեն ինչ։ Կրակոցները, որոնք սպանեցին Գորգին, արձակվել էին նույն զենքից, որը օգտագործվել էր Արամ Խաչատրյանի սպանության ժամանակ։ Նույն զենքը։ 2 սպանություն։ 2 տարբեր մարդիկ։ Բայց մեկ սպանիչ։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչպես էր նա կապված Սիրադեղյանի հետ։ Եվ քանի մարդ էր նա դեռ պատրաստվում սպանել։ Քննիչները սկսեցին որոնել զենքը։ Նրանք ստուգեցին բոլոր գրանցված զենքերը երանում։ Ոչինչ։ Նրանք ստուգեցին ապօրինի զենքերի շուկան։ Ոչինչ։ Զենքը եղել է ուղղակիորեն անհետացած։ Բայց մի տեղեկատու, ով աշխատում էր հանցավոր աշխարհում, պատմեց նրանց մի բան, որը բացեց նոր ուղղություն։ Նա ասաց, որ այդ զենքը պատկանում էր մի մարդու, ով աշխատում էր Սիրադեղյանի անձնական անվտանգության ծառայության մեջ։ Մարդ, ով ուներ մուտք հատուկ զենքերի, որոնք չէին գրանցված ոչ մի տեղ։ Մարդ, ով կարող էր սպանել անհետանալ առանց հետքի։ Ո՞վ էր այդ մարդը։ Քննիչները սկսեցին փորել։ Նրանք հայտնաբերեցին անուն։ Վահագն Գրիգորյան, 38 տարեկան, նախկին զինվորական։ Աշխատել է Սիրադեղյանի անձնական պահակազորում 1992-ից։ Մարդ, ով ուներ հատուկ հմտություններ։ Մարդ, ով կարող էր կատարել հատուկ առաջադրանքներ։ Երբ քննիչները փորձեցին գտնել Վահագն Գրիգորյանին, նրանք հայտնաբերեցին, որ նա հեռացել է երկրից 1995-ի հունվարին։ Պաշտոնական տարբերակը՝ նա գնացել է Ռուսաստան աշխատանքի։ Բայց ոչ մի փաստաթուղթ չկար, որը հաստատեր այդ բանը։ Ոչ մի վիզա։ Ոչ մի աշխատանքային պայմանագիր։ Ոչինչ։ Վահագն Գրիգորյանը պարզապես անհետացել էր։ Ինչպես անհետացել էր զենքը։ Ինչպես անհետացել էին բոլոր ապացույցները։
Բայց քննիչները չէին հանձնվում։ Նրանք շարունակեցին փորել։ Եվ նրանք հայտնաբերեցին մեկ անուն։ Ավետիս Սահակյան, 45 տարեկան, ձեռնարկատեր։ Սպանվել է 1994-ի փետրվարի 12-ին։ 3 կրակոց կրծքավանդակում։ Սպանվել է իր գրասենյակում, Երանի կենտրոնում։ Ոստիկանությունը հայտարարեց, որ սա կապված է բիզնես վեճերի հետ։ Բայց Ավետիս Սահակյանի գործընկերները պատմում էին այլ պատմություն։ Նրանցից մեկը, ով համաձայնվեց խոսել անանուն, բացահայտում է ճշմարտությունը։ Ավետիսը չուներ վեճեր բիզնեսում, ասում է նա։ Նա ուներ վեճ Սիրադեղյանի հետ։ Եվ այդ վեճը վերաբերում էր գումարի։ Շատ մեծ գումարի։ Ինչ գումար էր դա։ Քննիչները հայտնաբերեցին, որ Ավետիս Սահակյանը եղել է մի բիզնեսի գործընկեր, որը ներառում էր Սիրադեղյանի շահերը։ Նրանք միասին ներմուծում էին ապրանքներ Ռուսաստանից։ Բիզնեսը եղել է շահավետ։ Շատ շահավետ։ Բայց 1993-ի վերջին Ավետիսը սկսեց նկատել, որ գումարները չեն համընկնում։ Նա սկսեց ստուգել հաշիվները։ Եվ նա հայտնաբերեց, որ մեծ գումարներ անհետանում են։ Գումարներ, որոնք պետք է լինեին բիզնեսի հաշվին, բայց չկային։ Երբ նա հարցրեց Սիրադեղյանին, նա ստացավ պատասխան, որը նրան վախեցրեց։ Մի հարցրու այն, ինչ քեզ չի վերաբերում, ասաց Սիրադեղյանը։ Բայց Ավետիսը չդադարեց հարցնել։ Նա սկսեց հավաքել ապացույցներ, փաստաթղթեր, հաշիվներ, բանկային փոխանցումներ։ Նա պահում էր ամեն ինչ իր անձնական անվտանգ տուփում։ Եվ նա պատրաստվում էր գնալ իրավապահ մարմիններ։ Նա պատմեց իր ընտանիքին, որ եթե նրա հետ ինչ-որ բան պատահի, նրանք պետք է բացեն այդ տուփը, տան ապացույցները ոստիկանություն։ Բայց երբ Ավետիս Սահակյանը սպանվեց, այդ տուփը անհետացավ։ Ոստիկանները, ովքեր ժամանեցին դեպքի վայր, ասացին, որ նրանք չգտան ոչ մի անվտանգ տուփ։ Ավետիսի ընտանիքը պնդում էր, որ տուփը եղել է նրա գրասենյակում։ Բայց ոստիկանությունը ասաց, որ ոչինչ չկա։ Ով վերցրեց այդ տուփը։ Ով գիտեր, որ այն կա։ Եվ ինչպես նրանք մտան գրասենյակ նախքան ոստիկանությունը։ Քննիչները սկսեցին ուսումնասիրել այդ հարցերը։ Նրանք հարցաքննեցին բոլոր մարդկանց, ովքեր աշխատում էին շենքում։ Եվ նրանք հայտնաբերեցին մի բան հետաքրքիր։ Մի անվտանգության աշխատակից հիշեց, որ տեսել է 2 մարդկանց, ովքեր մտել էին շենք Ավետիսի սպանությունից հետո, բայց նախքան ոստիկանության ժամանումը։ 2 մարդ հագուստներով։ Նրանք ցույց էին տվել ոստիկանական վկայականներ ասել, որ նրանք եկել են ստուգելու դեպքի վայրը։ Անվտանգության աշխատակիցը թույլ տվեց նրանց մտնել։ Նրանք մնացին գրասենյակում 10 րոպե։ Երբ նրանք դուրս եկան, նրանք կրում էին մի փոքր սուրճ։ Անվտանգության աշխատակիցը չմտածեց այդ մասին։ Բայց քննիչները հասկացան։ Այդ սուրճի մեջ եղել է անվտանգ տուփը։ Ով էին այդ 2 մարդիկը։ Քննիչները փորձեցին գտնել նրանց։ Բայց անվտանգության աշխատակիցը չէր կարող նկարագրել նրանց դեմքերը։ Նա միայն հիշում էր, որ նրանք ցույց էին տվել ոստիկանական վկայականներ։ Բայց երբ քննիչները ստուգեցին ոստիկանության գրառումները, նրանք հայտնաբերեցին, որ ոչ մի ոստիկան չէր ուղարկվել այդ հասցե այդ ժամանակ։ Առաջին ոստիկանները ժամանեցին 20 րոպե անց։ Ուրեմն ով էին այդ 2 մարդիկը։ Ինչպես ստացան նրանք ոստիկանական վկայականներ։ Եվ ով ուղարկեց նրանց։ Քննիչները գիտեին պատասխանը։ Բայց նրանք չէին կարող ապացուցել այն։ Դեռ պատմությունը դառնում էր ավելի մութ։ Յուրաքանչյուր նոր անուն բերում էր նոր հարցեր։ Յուրաքանչյուր նոր սպանություն ցույց էր տալիս նոր կապեր։ Եվ բոլոր կապերը տանում էին դեպի մեկ մարդ։ Վազգեն Սիրադեղյան։ Բայց ինչու։ Ինչու։ Նա պետք է սպաներ այս մարդկանց։ Ինչ էին նրանք գիտում։ Ինչ էին նրանք տեսել։ Եվ ինչու։ Նրանց մահը այդքան կարևոր Սիրադեղյանի համար։ Քննիչները շարունակեցին ուսումնասիրել ցուցակը։ 4-րդ անունը եղավ Սերգեյ Պետրոսյանը։ 35 տարեկան։ Լրագրող։ Սպանվել է 1994-ի ապրիլի 21-ին։
Մեկ կրակոց գլխի ետի մասում։ Սպանվել է իր բնակարանի մոտ։ Երանի նոր Նորք թաղամասում։ Ոստիկանությունը հայտարարեց, որ սա ավազակային հարձակում է։ Բայց Սերգեյի գործընկերները գիտեին ճշմարտությունը։ Սերգեյ Պետրոսյանը եղել է քննարկումային լրագրող։ Նա գրում էր հոդվածներ կոռուպցիայի մասին, հանցավորության մասին, քաղաքական սկանդալների մասին։ Եվ նրա վերջին հոդվածը եղել է Սիրադեղյանի մասին։ Այդ հոդվածը երբեք չհրապարակվեց։ Բայց Սերգեյի խմբագիրը պահել էր պատճենը։ Նա ցույց է տալիս մեզ այն։ Հոդվածը խոսում է Սիրադեղյանի կապերի մասին հանցավոր աշխարհի հետ։ Այն նշում է անուններ, մարդիկ, ովքեր աշխատում են Սիրադեղյանի համար, կատարում են կեղտոտ աշխատանք։ Այն խոսում է գումարների մասին, որոնք վճարվում են այդ մարդկանց։ Եվ այն բացահայտում է մի բան, որը Սիրադեղյանը ուզում էր պահել գաղտնի։ Հոդվածը ասում է, որ Սիրադեղյանը ունի ցուցակ, մարդիկ, ովքեր պետք է վերացվեն։ Մարդիկ, ովքեր վտանգ են ներկայացնում նրա իշխանության համար։ Մարդիկ, ովքեր գիտեն չափազանց շատ բան։ Եվ Սերգեյ Պետրոսյանը գրում էր, որ նա ունի ապացույցներ այդ ցուցակի գոյության մասին։ Որտեղից ստացավ Սերգեյը այդ ապացույցները։ Նրա խմբագիրը ասում է, որ Սերգեյը ուներ աղբյուր ոստիկանության ներսում։ Մարդ, ով տրամադրում էր նրան գաղտնի տեղեկատվություն։ Մարդ, ով ուզում էր բացահայտել ճշմարտությունը։ Բայց Սերգեյը երբեք չբացահայտեց իր աղբյուրի անունը։ Նույնիսկ իր խմբագրին։ Նա ասաց միայն, որ այդ մարդը վտանգի մեջ է, նա պետք է պաշտպանի նրա ինքնությունը։ Երբ Սերգեյը սպանվեց, նրա խմբագիրը փորձեց գտնել այդ աղբյուրը։ Բայց նա երբեք չկարողացավ։ Աղբյուրը անհետացել էր։ Ինչպես անհետացել էին բոլոր ապացույցները։ Ինչպես անհետացել էին բոլոր հետքերը։ Բայց քննիչները գտան մի բան, որը Սերգեյը թողել էր։ Նրա բնակարանում թաքնված գրքերի միջ։ Նրանք հայտնաբերեցին մի փոքր նոթատետր։ Այդ նոթատետրում Սերգեյը պահում էր իր նշումները։ Անուններ, ամսաթվեր, հանդիպումներ և մի ցուցակ։ Ցուցակ անունների, որոնք Սերգեյը հավաքել էր իր հետաքննության ընթացքում։ Քննիչները նայեցին այդ ցուցակին, սառեցին։ Ցուցակում եղան 10 անուն, 10 մարդ։ Եվ յուրաքանչյուր անուն համընկնում էր անունների հետ, որոնք քննիչները արդեն գտել էին։ Արամ Խաչատրյան, Գորգ Մանուկյան, Ավետիս Սահակյան և 7 անուն։ 7 մարդ, ովքեր դեռ ապրում էին։ Կամ ապրում էին այն ժամանակ, երբ Սերգեյը գրեց այդ ցուցակը։ Քննիչները սկսեցին ստուգել այդ 7 անունները։ Եվ նրանք հայտնաբերեցին սարսափելի ճշմարտություն։ 6-ը արդեն մեռած էին։ Սպանված։ Մեկը 1994-ի մայիսին։ Մեկը հունիսին։ Մեկը հուլիսին։ Մեկը օգոստոսին։ Մեկը սեպտեմբերին։ Մեկը հոկտեմբերին։ 6 սպանություն 6 ամսում։ Եվ բոլորը համընկնում էին Սերգեյի ցուցակի հետ։ Սերգեյ Պետրոսյանը գիտեր։ Նա գիտեր, թե ով էր հաջորդը։ Նա գիտեր, թե ինչ էր պատրաստվում տեղի ունենալ։ Եվ նա փորձեց զգուշացնել աշխարհին։ Բայց նրան դադարեցրին։ Նրան լռեցրին։ Նրան սպանեցին։ Ով էր 7-րդ անունը ցուցակում։ Ով էր միակ մարդը, ով դեռ ապրում էր։ Եվ արդյոք նա դեռ ապրում է այսօր։ Քննիչները գտան անունը։ Կարեն Ավագյան, 52 տարեկան, նախկին պաշտոնյա։ Աշխատել է Հայաստանի կառավարությունում 1990-ից մինչ 1993-ը։ Նա ուներ մուտք գաղտնի փաստաթղթերի։ Նա գիտեր, թե ինչ էր կատարվում իշխանության ներսում։ Եվ նա տեսավ բաներ, որոնք նրան վախեցրին։ 1993-ի վերջին նա հեռացավ իր պաշտոնից։ Պաշտոնական տարբերակը, նա ուզում էր անցնել մասնավոր հատված։ Բայց իրականում նա փախչում էր։ Նա փախչում էր այն ամենից, ինչ տեսել էր։ Նա փախչում էր այն մարդկանցից, ովքեր ուզում էին նրան լռեցնել։ Կարեն Ավագյանը գիտեր, որ նա վտանգի մեջ է։ Նա տեղափոխվեց Գյումրի։ Նա փոխեց իր հեռախոսահամարը։
Նա խուսափում էր հանրային վայրերից։ Բայց նա չէր կարող թաքնվել հավերժ։ 1994-ի նոյեմբերի 17-ին նրան գտան։ Նա սպանվեց իր տանը։ 4 կրակոց։ 2-ը կրծքավանդակում։ 2-ը գլխում։ Պրոֆեսիոնալ աշխատանք։ Ոստիկանությունը հայտարարեց, որ սա ավազակային հարձակում է։ Բայց Կարենի ընտանիքը գիտեր ճշմարտությունը։ Նրա որդին պատմում է մեզ, որ հայրը թողել էր նամակ։ Նամակ, որը պետք է բացվեր, եթե նրա հետ ինչ-որ բան պատահեր։ Այդ նամակում Կարենը գրել էր ամեն ինչ։ Ամեն ինչ, ինչ նա տեսել էր։ Ամեն ինչ, ինչ նա գիտեր։ Եվ ամեն ինչ, ինչ վախենում էր բացահայտել։ Այդ նամակը հիմա գտնվում է քննիչների ձեռքում։ Եվ այն բացահայտում է պատմություն, որը Հայաստանը երբեք չի լսել։ Կարեն Ավագյանը գրում է, որ երբ նա աշխատում էր կառավարությունում, նա տեսավ փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ Սիրադեղյանը ստանում էր գումարներ անհայտ աղբյուրներից։ Մեծ գումարներ։ Միլիոնավոր դոլարներ։ Այդ գումարները չէին արտացոլվում պաշտոնական հաշվետվություններում։ Նրանք փոխանցվում էին գաղտնի հաշիվների վրա։ Եվ նրանք օգտագործվում էին հատուկ նպատակների համար։ Ինչ նպատակների։ Կարենը գրում է, որ այդ գումարները օգտագործվում էին վճարելու մարդկանց, ովքեր կատարում էին հատուկ առաջադրանքներ։ Մարդկանց, ովքեր սպանում էին։ Մարդկանց, ովքեր վերացնում էին Սիրադեղյանի թշնամիներին։ Բայց ամենաշոկային բացահայտումը դեռ առաջ էր։ Կարենը գրում է, որ նա տեսավ ցուցակ։ Ցուցակ անունների։ Մարդիկ, ովքեր պետք է վերացվեին։ Այդ ցուցակում եղան 15 անուն։ 15 մարդ, ովքեր Սիրադեղյանը համարում էր վտանգ իր իշխանության համար։ Կարենը գրում է, որ նա պատճենեց այդ ցուցակը։ Նա պահեց այն անվտանգ վայրում։ Եվ նա պատրաստվում էր տալ այն իրավապահ մարմիններին։ Բայց նախքան նա կարողանար դա անել, նրան սպանեցին։ Ո՞ր է այդ ցուցակը հիմա։ Քննիչները փորձեցին գտնել այն։ Բայց նրանք չկարողացան։ Ցուցակը անհետացել էր։ Ինչպես անհետացել էին բոլոր ապացույցները։ Ինչպես անհետացել էին բոլոր հետքերը։ Բայց արդյոք այն իրականում անհետացել է։ Թե՞ ինչ-որ մեկը դեռ պահում է այն։ Սպասելով ճիշտ պահին բացահայտելու ճշմարտությունը։ 10 անուն։ 10 սպանություն։ 10 ընտանիք, որոնք կորցրին իրենց սիրելիներին։ Բայց քննիչները գիտեին, որ պատմությունը դեռ չի ավարտվել։ Նրանք ուներ դեռ 5 անուն ցուցակում։ 5 մարդ, ովքեր սպանվել էին 1994-ից մինչ 1995-ը։ Եվ յուրաքանչյուր նոր անուն բերում էր նոր ապացույցներ, որոնք ցույց էին տալիս, որ սա ոչ թե պատահական սպանություններ էին։ Սա էր համակարգված ոչնչացում։ Սա էր պլան, որը իրականացվում էր քայլ առ քայլ։ Եվ յուրաքանչյուր քայլ տանում էր դեպի մեկ անուն։ Վազգեն Սիրադեղյան։ 5-րդ անունը ցուցակում էր Արթուր Մկրտչյանը։ 39 տարեկան։ Փաստաբան։ Սպանվել է 1994-ի դեկտեմբերի 3-ին։ 2 կրակոց կրծքավանդակում։ Սպանվել է իր մեքենայում Երանի Կանաքեռ Զեյթուն թաղամասում։ Ոստիկանությունը հայտարարեց, որ սա կապված է անձնական վեճերի հետ։ Բայց Արթուր Մկրտչյանի գործընկերները պատմում էին այլ պատմություն։ Արթուրը եղել է փաստաբան, ով պաշտպանում էր մարդկանց, ովքեր դատի էին տրվել քաղաքական մեղադրանքներով։ Նա աշխատել է գործերի վրա, որոնք վերաբերում էին Սիրադեղյանի հակառակորդներին։ Եվ նա հայտնաբերել էր մի բան, որը փոխեց ամեն ինչ։ Մի գործընկեր, ով աշխատել է Արթուրի հետ, պատմում է մեզ, թե ինչ տեղի ունեցավ։ Արթուրը զանգահարեց ինձ 1994-ի նոյեմբերի վերջին, ասում է նա։ Նա ասաց, որ գտել է ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ նրա պաշտպանվողները դատապարտվել են կեղծ ցուցմունքների հիման վրա։ Ցուցմունքներ, որոնք տրվել էին ճնշման տակ։ Ցուցմունքներ, որոնք կազմակերպվել էին Սիրադեղյանի մարդկանց կողմից։ Նա ասաց, որ պատրաստվում է ներկայացնել այդ ապացույցները դատարան պահանջել նոր դատաքննություն։ Բայց Արթուրը երբեք չկարողացավ դա անել։ Նա սպանվեց 2 շաբաթ անց։ Ով գիտեր, որ նա ունի այդ ապացույցները։
Ինչպես իմացան նրանք այդ մասին։ Եվ ինչու։ Էր այդքան կարող դադարեցնել նրան։ Քննիչները փորձեցին գտնել այն ապացույցները, որոնց մասին Արթուրը խոսել էր։ Նրանք ստուգեցին նրա գրասենյակը։ Նրանք ստուգեցին նրա տունը։ Նրանք ստուգեցին նրա մեքենան։ Բայց ոչինչ չգտան։ Բոլոր փաստաթղթերը անհետացել էին։ Բոլոր ապացույցները ջնջվել էին։ Բայց մի մարդ, ով աշխատում էր Արթուրի գրասենյակում որպես քարտուղար, հիշեց մի բան։ Նա ասաց, որ Արթուրը պահում էր ամենակարևոր փաստաթղթերը ոչ թե գրասենյակում, այլ բանկային անվտանգ տուփում։ Քննիչները գնացին բանկ։ Բայց երբ նրանք փորձեցին բացել տուփը, նրանք հայտնաբերեցին, որ այն արդեն բացվել է։ Ով բացեց այն։ Բանկի աշխատակիցները ասացին, որ մի մարդ եկավ Արթուրի սպանությունից 2 օր անց։ Նա ցույց տվեց լիազորագիր բանալի։ Նա բացեց տուփը, վերցրեց ամեն ինչ։ Քննիչները հարցրին, ով էր այդ մարդը։ Բանկի աշխատակիցները ասացին, որ նա ներկայացավ որպես Արթուրի եղբայր։ Բայց երբ քննիչները ստուգեցին, նրանք հայտնաբերեցին, որ Արթուրը չուներ եղբայր։ Նա եղել է միակ զավակը իր ընտանիքում։ Ուրեմն ով էր այդ մարդը։ Ինչպես ստացավ նա լիազորագիր բանալի։ Եվ ինչպես գիտեր նա, որ տուփը գոյություն ունի։ Բանկի աշխատակիցները չէին կարող նկարագրել այդ մարդու դեմքը։ Նրանք միայն հիշում էին, որ նա կրում էր ակնոց գլխարկ։ Եվ նա խոսում էր շատ հանգիստ, շատ վստահ։ Ինչպես մարդ, ով գիտի, թե ինչ է անում։ Ինչպես մարդ, ով արել է սա նախկինում։ Քննիչները հասկացան, որ նրանք գործ ունեն պրոֆեսիոնալների հետ։ Մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչպես ջնջել հետքերը։ Մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչպես անհետանալ առանց հետքի։ 6-րդ անունը ցուցակում էր Լուսինե Գրիգորյանը։ 35 տարեկան։ Հասարակական գործիչ։ Սպանվել է 1995-ի հունվարի 18-ին։ 1 կրակոց գլխում։ Սպանվել է իր բնակարանի մոտ Երանի Աջափնյակ թաղամասում։ Ոստիկանությունը հայտարարեց, որ սա պատահական կրակոց է եղել։ Բայց Լուսինե Գրիգորյանի ընկերները գիտեին ճշմարտությունը։ Լուսինեն եղել է կին, ով պայքարում էր կանանց իրավունքների համար։ Նա կազմակերպում էր բողոքի ակցիաներ։ Նա խոսում էր բռնության մասին, որը կատարվում էր կանանց նկատմամբ։ Եվ նա մատնանշում էր մարդկանց, ովքեր պաշտպանվում էին իշխանության կողմից։ Մարդկանց, ովքեր ուներ կապեր Սիրադեղյանի հետ։ Լուսինեն ստացել էր սպառնալիքներ։ Հեռախոսազանգեր գիշերվա մեջ։ Նամակներ, որոնք ասում էին նրան դադարեցնել իր գործունեությունը։ Մարդիկ, ովքեր հետում էին նրան փողոցում։ Բայց Լուսինեն չէր վախենում։ Նա շարունակեց իր աշխատանքը։ Նա շարունակեց խոսել։ Նա շարունակեց պայքարել։ Եվ նա վերջին հանդիպման ժամանակ ասաց մի բան, որը դարձավ նրա մահվան դատավճիռը։ Նա ասաց, որ ունի ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ որոշ քաղաքական գործիչներ ներգրավված են կանանց թրաֆիքինգում։ Նա ասաց, որ պատրաստվում է հրապարակել այդ ապացույցները։ Նա ասաց անուններ։ Եվ մեկ այդ անուններից էր կապված Սիրադեղյանի հետ։ Մի ընկերուհի, ով ներկա էր այդ հանդիպմանը, պատմում է մեզ, թե ինչ տեղի ունեցավ։ Լուսինեն ցույց տվեց մեզ փաստաթղթեր, ասում է նա։ Բանկային փոխանցումներ։ Լուսանկարներ։ Ցուցմունքներ զոհերի կողմից։ Նա ասաց, որ հավաքել է այս ապացույցները 2 տարվա ընթացքում։ Նա ասաց, որ պատրաստ է գնալ ոստիկանություն։ Բայց նա ուզում էր նախ հրապարակել այս ամենը մամուլում, որպեսզի ապացույցները չկորչեն։ Լուսինեն պատրաստվում էր տալ հարցազրույց մի անկախ թերթին։ Հարցազրույցը պետք է տեղի ունենար հունվարի 20-ին։ Բայց Լուսինեն սպանվեց 2 օր առաջ։ Ով գիտեր այդ հարցազրույցի մասին։ Ինչպես իմացան նրանք ճիշտ ժամանակը։ Եվ ինչու։ Էր այդքան կարող դադարեցնել Լուսինեին նախքան նա կխոսեր։ Քննիչները փորձեցին գտնել այն ապացույցները, որոնց մասին Լուսինեն խոսել էր։ Նրանք ստուգեցին նրա բնակարանը։ Նրանք ստուգեցին նրա գրասենյակը։ Նրանք ստուգեցին նրա համակարգիչը։ Բայց ոչինչ չգտան։ Համակարգիչի կոշտ սկավառակը ջնջվել էր։ Բոլոր ֆայլերը վերացվել էին։
Բայց մի տեխնիկական մասնագետ, ով աշխատեց քննիչների հետ, կարողացավ վերականգնել որոշ տվյալներ։ Եվ այն, ինչ նա գտավ, շոկեց բոլորին։ Համակարգչում եղել էր թղթապանակ անունով ապացույցներ։ Այդ թղթապանակում եղել էին հարյուրավոր ֆայլեր, լուսանկարներ, փաստաթղթեր, ձայնագրություններ։ Բայց ամենակարևոր ֆայլը եղել է մի ցուցակ անունների։ 20 անուն։ 20 մարդ, ովքեր ըստ Լուսինեի ներգրավված էին հանցավոր գործունեության մեջ։ Եվ այդ ցուցակում եղել էր մի անուն, որը քննիչները ճանաչեցին անմիջապես։ Վահագն Գրիգորյան։ Նույն մարդը, ով կապված էր առաջին սպանությունների հետ։ Նույն մարդը, ով անհետացել էր 1995-ի հունվարին։ Քննիչները հասկացան, որ նրանք գտել են կապը։ Վահագն Գրիգորյանը եղել է մարդը, ով կատարում էր սպանությունները։ Բայց նա չէր աշխատում միայնակ։ Նա ուներ թիմ։ Եվ այդ թիմը ղեկավարվում էր ինչ-որ մեկի կողմից։ Ո՞վ էր այդ մարդը։ Քննիչները սկսեցին փորել ավելի խորը։ Նրանք ստուգեցին Վահագն Գրիգորյանի հեռախոսային գրառումները։ Նրանք ստուգեցին նրա բանկային հաշիվները։ Եվ նրանք հայտնաբերեցին, որ Վահագնը ստանում էր վճարումներ մի հաշվից, որը գրանցված էր անհայտ ընկերության անունով։ Այդ ընկերությունը գրանցված էր օֆշորային գոտում։ Բայց երբ քննիչները փորձեցին պարզել, թե ով է այդ ընկերության սեփականատերը, նրանք հանդիպեցին պատի։ Բոլոր փաստաթղթերը եղել էին գաղտնի։ Բոլոր տվյալները պաշտպանված։ Բայց մի աղբյուր, ով աշխատում էր ֆինանսական հատվածում, տրամադրեց քննիչներին տեղեկատվություն։ Նա ասաց, որ այդ ընկերությունը կապված է մի խմբի հետ, որը վերահսկում էր մի քանի բիզնեսներ Հայաստանում։ Բիզնեսներ, որոնք ներառում էին շինարարություն, ներմուծում, նույնիսկ անվտանգության ծառայություններ։ Եվ այդ խմբի ղեկավարը եղել է մարդ, ով ուներ շատ մոտիկ կապեր Սիրադեղյանի հետ։ Մարդ, ով հանդիպում էր նրա հետ կանոնավոր։ Մարդ, ով ստանում էր հրահանգներ անմիջապես նրանից։ Ո՞վ էր այդ մարդը։ Աղբյուրը չէր ուզում ասել անունը։ Նա ասաց միայն, որ այդ մարդը շատ հզոր է, շատ վտանգավոր։ Նա ասաց, որ եթե քննիչները ուզում են գտնել ճշմարտությունը, նրանք պետք է նայեն ավելի մոտից Սիրադեղյանի ներքին շրջանակին։ Նրանք պետք է գտնեն մարդկանց, ովքեր աշխատել են նրա հետ ամենամոտիկ։ Մարդկանց, ովքեր գիտեն բոլոր գաղտնիքները։ 7-րդ անունը ցուցակում էր Հայկ Սարգսյանը։ 48 տարեկան։ Նախկին զինվորական։ Սպանվել է 1995-ի փետրվարի 25-ին։ 3 կրակոց կրծքավանդակում։ Սպանվել է Երանի արվարձաններից մեկում։ Ոստիկանությունը հայտարարեց, որ սա կապված է հանցավոր հաշվեհարդարի հետ։ Բայց Հայկ Սարգսյանի նախկին գործընկերները պատմում էին այլ պատմություն։ Հայկը եղել է մարդ, ով ծառայել էր հատուկ ստորաբաժանումում։ Նա ուներ հմտություններ, որոնք դարձրին նրան արժեքավոր։ Նա գիտեր, թե ինչպես օգտագործել զենք։ Նա գիտեր, թե ինչպես հետել մարդկանց։ Նա գիտեր, թե ինչպես անհետանալ։ Եվ երբ նա հեռացավ բանակից, նա սկսեց աշխատել մասնավոր անվտանգության ծառայությունում։ Ծառայություն, որը պատկանում էր Սիրադեղյանի մերձավոր գործընկերներից մեկին։ Հայկը աշխատեց այդ ծառայությունում 2 տարի։ Այդ ժամանակահատվածում նա կատարեց մի քանի հատուկ առաջադրանքներ։ Առաջադրանքներ, որոնց մասին նա չխոսում էր ոչ ոքի հետ։ Առաջադրանքներ, որոնք վճարվում էին առանձին, կանխիկ։ Բայց 1995-ի սկզբին Հայկը սկսեց խոսել։ Նա պատմեց իր ընկերներին, որ տեսել է բաներ, որոնք նրան անհանգստացնում են։ Նա ասաց, որ մասնակցել է գործողությունների, որոնք չէին օրինական։ Նա ասաց, որ գիտի մարդկանց, ովքեր սպանել են անմեղ մարդկանց։ Եվ նա ասաց, որ չի կարող ավելի ապրել այդ գաղտնիքի հետ։ Նա պատրաստվում էր գնալ ոստիկանություն պատմել ամեն ինչ։ Բայց նա երբեք չկարողացավ դա անել։ Մի նախկին գործընկեր, ով աշխատել է Հայկի հետ, պատմում է մեզ, թե ինչ տեղի ունեցավ վերջին օրերին։ Հայկը զանգահարեց ինձ փետրվարի 22-ին, ասում է նա։ Նա ասաց, որ վախենում է։ Նա ասաց, որ նկատել է, որ նրան հետում են։ Նա ասաց, որ ստացել է սպառնալիքներ։ Ես հարցրի, ինչու չես գնում ոստիկանություն։
Նա ասաց, որովհետև ոստիկանությունը նույնպես կապված է նրանց հետ։ Նա ասաց, ես չգիտեմ, թե ում կարող եմ վստահել։ Ես ասացի նրան թաքնվել, մինչ ես կգտնեմ ինչ-որ մեկին, ով կարող է օգնել։ Բայց 3 օր անց Հայկը մեռավ։ Ո՞վ էր հետում Հայկին։ Ինչպես գիտեին նրանք, որ նա պատրաստվում է խոսել։ Եվ ինչու։ Էր այդքան կարող դադարեցնել նրան նախքան նա կգնար ոստիկանություն։ Քննիչները սկսեցին ուսումնասիրել Հայկի վերջին օրերը։ Նրանք ստուգեցին նրա հեռախոսային գրառումները։ Նրանք ստուգեցին նրա շարժումները։ Եվ նրանք հայտնաբերեցին մի բան հետաքրքիր։ Հայկը հանդիպել էր մի մարդու հետ փետրվարի 23-ին։ Հանդիպումը տեղի էր ունեցել մի սրճարանում Երանի կենտրոնում։ Քննիչները գտան սրճարանի անվտանգության տեսախցիկի ձայնագրությունը։ Եվ նրանք տեսան, որ Հայկը խոսում էր մի մարդու հետ, ում նրանք ճանաչեցին։ Այդ մարդը եղել է Վահագն Գրիգորյանի նախկին գործընկերը։ Մարդ, ով նույնպես աշխատել էր Սիրադեղյանի անվտանգության ծառայությունում։ Մարդ, ով նույնպես անհետացել էր 1995-ի սկզբին։ Քննիչները հասկացան, որ նրանք գտել են մեկ կապ։ Բայց ինչու։ Էր Հայկը հանդիպում այդ մարդու հետ։ Ինչ էին նրանք քննարկում։ Տեսախցիկի ձայնագրությունը չուներ ձայն, այնպես որ քննիչները չէին կարող լսել նրանց զրույցը։ Բայց նրանք տեսան, որ Հայկը տվեց այդ մարդուն մի ծրար։ Փոքր ծրար, որը տեղավորվում էր ձեռքում։ Ինչ կար այդ ծրարում։ Քննիչները երբեք չիմացան։ Բայց 2 օր անց Հայկը սպանվեց։ Եվ այդ մարդը, ում նա տվեց ծրարը, անհետացավ։ Ինչպես անհետացել էր Վահագն Գրիգորյանը։ Ինչպես անհետացել էին բոլոր ապացույցները։ Ինչպես անհետացել էին բոլոր հետքերը։ Բայց արդյոք նրանք իրականում անհետացել են։ Թե նրանք պարզապես սպասում են ճիշտ պահին վերադառնալու բացահայտելու ճշմարտությունը։ 8-րդ անունը ցուցակում էր Նարինե Ավետիսյանը։ 31 տարեկան։ Բժիշկ։ Սպանվել է 1995-ի մարտի 11-ին։ 1 կրակոց գլխում։ Սպանվել է իր տանը, Երանի Դավթաշեն թաղամասում։ Ոստիկանությունը հայտարարեց, որ սա ավազակային հարձակում է։ Բայց Նարինե Ավետիսյանի գործընկերները գիտեին ճշմարտությունը։ Նարինեն եղել է բժիշկ, ով աշխատում էր հիվանդանոցում։ Նա բուժում էր մարդկանց, ովքեր տուժել էին բռնությունից։ Եվ նա պահում էր գրառումներ։ Մանրամասն գրառումներ յուրաքանչյուր հիվանդի մասին։ Ով էր նրանց վնասել։ Ինչպես էր դա տեղի ունեցել։ Երբ էր դա տեղի ունեցել։ Եվ այդ գրառումները ցույց էին տալիս օրինաչափություն։ Մի գործընկեր, ով աշխատել է Նարինեի հետ, պատմում է մեզ, թե ինչ հայտնաբերեց Նարինեն։ Նարինեն նկատեց, որ շատ հիվանդներ, ովքեր եկան հիվանդանոց, ունեին նմանատիպ վնասվածքներ, ասում է նա։ Վնասվածքներ, որոնք ցույց էին տալիս, որ նրանք ենթարկվել են պրոֆեսիոնալ ծեծի։ Ոչ թե պատահական բռնություն, այլ համակարգված, հաշվարկված ծեծ։ Նարինեն սկսեց հարցնել հիվանդներին, թե ով էր դա արել։ Շատերը վախենում էին խոսել։ Բայց մի քանիսը պատմեցին, որ նրանց ծեծել են մարդիկ, ովքեր ասել են, որ աշխատում են Սիրադեղյանի համար։ Նարինեն սկսեց հավաքել այդ ցուցմունքները։ Նա պատրաստվում էր տալ դրանք իրավապահ մարմիններին։ Բայց նա երբեք չկարողացավ դա անել։ Քննիչները փորձեցին գտնել այն գրառումները, որոնց մասին Նարինեի գործընկերը խոսեց։ Նրանք ստուգեցին հիվանդանոցի արխիվները։ Բայց բոլոր գրառումները, որոնք վերաբերում էին այդ հիվանդներին, անհետացել էին։ Ջնջվել էին համակարգչից։ Վերացվել էին թղթային արխիվներից։ Ինչպես կարող էր դա տեղի ունենալ։ Ով ուներ մուտք հիվանդանոցի արխիվներին։ Քննիչները սկսեցին հարցաքննել հիվանդանոցի աշխատակիցներին։ Եվ նրանք հայտնաբերեցին, որ Նարինեի սպանությունից մի շաբաթ առաջ մի մարդ եկավ հիվանդանոց ասաց, որ նա ստուգող է առողջապահության նախարարությունից։ Նա ցույց տվեց փաստաթղթեր, խնդրեց մուտք արխիվներ։ Նրան տվեցին մուտք։ Նա մնաց արխիվում 3 ժամ։ Երբ նա հեռացավ, ոչ ոք չստուգեց, թե ինչ էր նա արել։ Քննիչները հարցրին, ով էր այդ մարդը։ Հիվանդանոցի աշխատակիցները ասացին, որ նրանք չէին կարող հիշել նրա դեմքը։
Բայց նրանք հիշում էին, որ նա թողել էր իր անունը ստորագրությունը այցելուների գրքում։ Քննիչները ստուգեցին գիրքը։ Անունը եղել է Գեղձ։ Ստորագրությունը անընթեռնելի։ Բայց մի բան կար, որը քննիչները նկատեցին։ Ձեռագիրը։ Ձեռագիրը նմանություն ուներ ձեռագրի հետ, որը նրանք տեսել էին այլ փաստաթղթերում։ Փաստաթղթեր, որոնք կապված էին Վահագն Գրիգորյանի հետ։ Արդյոք դա նույն մարդն էր։ Արդյոք Վահագն Գրիգորյանը դեռ Հայաստանում էր։ Արդյոք նա դեռ կատարում էր հատուկ առաջադրանքներ։ Քննիչները սկսեցին հավատալ, որ այո։ Եվ դա նշանակում էր, որ վտանգը դեռ չէր անցել։ Դա նշանակում էր, որ կարող են լինել սպանություններ։ Դա նշանակում էր, որ ցուցակը դեռ չէր ավարտվել։ 9-րդ անունը ցուցակում էր Արման Մելքոնյանը։ 51 տարեկան։ Ձեռնարկատեր։ Սպանվել է 1995-ի ապրիլի 7-ին։ 4 կրակոց կրծքավանդակում։ Սպանվել է իր գրասենյակում, Երանի Մալաթիա Սեբաստիա թաղամասում։ Ոստիկանությունը հայտարարեց, որ սա կապված է բիզնես վեճերի հետ։ Բայց Արման Մելքոնյանի ընտանիքը պատմում էր այլ պատմություն։ Արմանը եղել է հարուստ մարդ։ Նա ուներ բիզնես շինարարության մեջ։ Բայց նա ուներ կապեր քաղաքական աշխարհի հետ։ Նա ֆինանսավորում էր քաղաքական կուսակցություններ։ Նա աջակցում էր քաղաքական գործիչների։ Եվ նա ուներ տեղեկատվություն, որը կարող էր վնասել շատ մարդկանց։ Տեղեկատվություն, որը վերաբերում էր կոռուպցիային, ապօրինի գործարքներին, գաղտնի համաձայնություններին։ Արմանը պահում էր այդ տեղեկատվությունը որպես ապահովագրություն։ Նա ասում էր իր ընտանիքին, որ եթե նրա հետ ինչ-որ բան պատահի, այդ տեղեկատվությունը կհրապարակվի։ Նա ասում էր, որ ունի մարդիկ, ովքեր կհոգան այդ մասին։ Բայց երբ Արմանը սպանվեց, ոչինչ չհրապարակվեց։ Ոչ մի տեղեկատվություն։ Ոչ մի փաստաթուղթ։ Ոչինչ։ Ինչու՞։ Արմանի որդին, ով այժմ ապրում է Եվրոպայում, պատմում է մեզ, թե ինչ տեղի ունեցավ։ Հայրս ասաց ինձ, որ եթե նրա հետ ինչ-որ բան պատահի, ես պետք է կապվեմ մի մարդու հետ, ասում է նա։ Նա տվեց ինձ հեռախոսահամար։ Երբ հայրս սպանվեց, ես զանգահարեցի այդ համարին։ Բայց ոչ ոք չպատասխանեց։ Ես փորձեցի կրկին, բայց համարը չէր աշխատում։ Ես փորձեցի գտնել այդ մարդուն։ Բայց նա անհետացել էր։ Ինչպես անհետացել էր ամբողջ տեղեկատվությունը։ Ո՞վ էր այդ մարդը։ Քննիչները փորձեցին գտնել նրան։ Նրանք ստուգեցին Արմանի հեռախոսային գրառումները։ Նրանք գտան այդ համարը։ Բայց երբ նրանք փորձեցին պարզել, թե ում է պատկանում այդ համարը, նրանք հայտնաբերեցին, որ այն գրանցված է կեղծ անվան վրա։ Կեղծ հասցեի վրա։ Կեղծ փաստաթղթերի վրա։ Ամեն ինչ եղել է կեղծ։ Բայց քննիչները չէին հանձնվում։ Նրանք շարունակեցին փորել։ Եվ նրանք հայտնաբերեցին, որ այդ համարը օգտագործվել է զանգահարելու մի քանի այլ համարների։ Համարներ, որոնք պատկանում էին մարդկանց, ովքեր կապված էին Սիրադեղյանի հետ։ Մարդկանց, ովքեր աշխատում էին նրա համար։ Մարդկանց, ովքեր կատարում էին նրա հրահանգները։ Քննիչները հասկացան, որ Արմանի ապահովագրությունը եղել է թակարդ։ Մարդը, ում նա վստահում էր, եղել է մարդ, ով աշխատում էր Սիրադեղյանի համար։ Մարդ, ով հավաքել էր ամբողջ տեղեկատվությունը տվել այն Սիրադեղյանին։ Մարդ, ով դավաճանել էր Արմանին։ 10-րդ անունը ցուցակում էր Սոնա Հակոբյանը։ 48 տարեկան։ Ուսուցչուհի։ Սպանվել է 1995-ի մայիսի 19։ 2 կրակոց կրծքավանդակում։ Սպանվել է իր տանը, Երանի Շենգավիթ թաղամասում։ Ոստիկանությունը հայտարարեց, որ սա պատահական կրակոց է եղել։ Բայց Սոնա Հակոբյանի ընտանիքը գիտեր ճշմարտությունը։ Սոնան եղել է կին, ով ուսուցանում էր դպրոցում։ Նա սիրված էր իր աշակերտների կողմից։ Նա հարգված էր իր գործընկերների կողմից։ Բայց նա ուներ գաղտնիք։ Գաղտնիք, որը կապված էր նրա անցյալի հետ։ Գաղտնիք, որը կարող էր վնասել շատ մարդկանց։ Գաղտնիք, որը վերաբերում էր Սիրադեղյանին։ Ինչ գաղտնիք էր դա։ Ինչու էր այն այդքան վտանգավոր։
Եվ ինչու՞։ Էր Սոնան պետք է մեռներ այդ գաղտնիքի համար։ Արդյոք 10 սպանությունները իրականում էին պատահական, թե դրանք էին մաս ավելի մեծ պլանի։ Պլանի, որը նպատակ ուներ ջնջել բոլոր հետքերը։ Պլանի, որը նպատակ ուներ պաշտպանել մեկին։ Պլանի, որը նպատակ ուներ թաքցնել ճշմարտությունը հավերժ։ Սոնա Հակոբյանի գաղտնիքը եղել է ավելի խորը, քան ցանկացած մարդ կարող էր պատկերացնել։ Նրա քույրը, ով այժմ ապրում է Կանադայում, առաջին անգամ է համաձայնվել խոսել։ Նա բացում է մի հին տուփ, որը պահել է 30 տարի։ Տուփի ներսում են նամակներ։ Տասնյակ նամակներ, որոնք Սոնան գրել է իր քրոջը 1992-ից մինչ 1995։ Սոնան գրում էր ինձ ամեն ամիս, ասում է քույրը։ Նա պատմում էր ինձ բաներ, որոնք չէր կարող պատմել ուրիշ ոչ ոքի։ Նա գրում էր, որ տեսել է մի բան, որը փոխեց նրա կյանքը։ Մի բան, որը նրան վախեցրեց այնքան, որ նա չէր կարող քնել գիշերները։ Ինչ էր տեսել Սոնան։ Քույրը ցույց է տալիս մեզ վերջին նամակը։ Նամակ, որը գրվել է 1995-ի մայիսի 15-ին։ 4 օր նախքան Սոնայի սպանությունը։ Նամակում Սոնան գրում է մի բան, որը սառեցնում է արյունը։ Նա գրում է, որ 1992-ին, երբ նա աշխատում էր որպես անձնական քարտուղար մի պաշտոնյայի մոտ, նա պատահաբար լսեց զրույց։ Զրույց երկու մարդկանց միջ։ Մեկը եղել է այդ պաշտոնյան։ Մյուսը եղել է Վազգեն Սիրադեղյանը։ Նրանք խոսում էին գումարների մասին։ Մեծ գումարների մասին, որոնք փոխանցվում էին Ռուսաստանից։ Գումարների, որոնք պետք է բաշխվեին ճիշտ մարդկանց։ Սոնան չհասկացավ այն ժամանակ, թե ինչ նշանակում է դա։ Բայց նա գրեց ամեն ինչ իր անձնական օրագրում։ Ամսաթվերը, գումարները, անունները։ Եվ երբ տարիներ անց նա սկսեց տեսնել այդ անունները լրատվամիջոցներում կապված սպանությունների, կոռուպցիայի, հանցավորության հետ, նա հասկացավ, թե ինչ էր լսել։ Նա հասկացավ, որ եղել է վկա մի բանի, որը կարող էր տապալել ամբողջ համակարգը։ Բայց Սոնան վախենում էր խոսել։ Նա վախենում էր, որ եթե նա բացահայտի այն, ինչ գիտեր, նրան կսպանեն։ Այնպես որ նա լռեց։ Նա թաքցրեց իր օրագիրը։ Նա փորձեց ապրել նորմալ կյանք։ Բայց 1995-ի սկզբին ինչ-որ բան փոխվեց։ Սոնան սկսեց նկատել, որ նրան հետում են։ Մեքենա, որը կանգնած էր նրա տան դիմաց։ Մարդիկ, ովքեր նայում էին նրան փողոցում։ Հեռախոսազանգեր, որոնք ընդհատվում էին, երբ նա պատասխանում էր։ Սոնան գիտեր, որ նրանք գտել են նրան։ Նա գիտեր, որ նրանք գալիս են նրա համար։ Եվ նա գրեց վերջին նամակը իր քրոջը։ Նամակ, որում նա ասում է, որ եթե նրա հետ ինչ-որ բան պատահի, քույրը պետք է գտնի օրագիրը, տա այն իրավապահ մարմիններին։ Նա ասում է, որ օրագիրը թաքնված է նրա տանը, մի վայրում, որը միայն քույրը գիտի։ Բայց երբ Սոնան սպանվեց, քույրը չէր Հայաստանում։ Նա եկավ 2 շաբաթ անց։ Եվ երբ նա գնաց Սոնայի տուն, նա հայտնաբերեց, որ տունը թալանվել է։ Ամեն ինչ շրջված էր վերից ներք։ Եվ օրագիրը անհետացել էր։ Ով վերցրեց օրագիրը։ Ինչպես գիտեին նրանք, որ այն գոյություն ունի։ Եվ ինչպես գիտեին նրանք, թե որտեղ փորել։ Քույրը ասում է, որ միայն 2 մարդ գիտեին օրագրի մասին։ Սոնան նա։ Բայց ինչ-որ մեկը իմացավ։ Ինչ-որ մեկը, ով ուներ մուտք Սոնայի անձնական կյանքին։ Ինչ-որ մեկը, ով գիտեր նրա գաղտնիքները։ Ինչ-որ մեկը, ում Սոնան վստահում էր։ Քննիչները սկսեցին ուսումնասիրել Սոնայի կյանքը։ Նրանք հարցաքննեցին նրա ընկերներին։ Նրանք հարցաքննեցին նրա գործընկերներին։ Եվ նրանք հայտնաբերեցին մի բան, որը փոխեց ամեն ինչ։ Սոնան ուներ սիրած մարդ։ Մարդ, ում նա հանդիպում էր գաղտնի։ Մարդ, ում մասին նա չէր խոսում ոչ ոքի հետ։ Մարդ, ով աշխատում էր ոստիկանությունում։ Ով էր այդ մարդը։ Քննիչները փորձեցին գտնել նրան։ Բայց Սոնայի ընկերները չէին կարող նկարագրել նրա դեմքը։ Նրանք միայն հիշում էին, որ նա միշտ գրում էր համազգեստ։ Եվ նա միշտ խոսում էր հեռախոսով, երբ նա հեռանում էր Սոնայի տանից։ Քննիչները ստուգեցին Սոնայի հեռախոսային գրառումները։
Եվ նրանք գտան մի համար, որը Սոնան զանգահարում էր կանոնավոր։ Համար, որը գրանցված էր անունով Արամ Պետրոսյան։ Քննիչները ստուգեցին այդ անունը ոստիկանության տվյալների բազայում։ Եվ նրանք հայտնաբերեցին, որ Արամ Պետրոսյանը եղել է ոստիկան, ով աշխատել է հատուկ ստորաբաժանումում։ Ստորաբաժանում, որը զբաղվում էր քաղաքական գործերով։ Ստորաբաժանում, որը ուներ կապեր Սիրադեղյանի հետ։ Քննիչները փորձեցին գտնել Արամ Պետրոսյանին, բայց նրանք հայտնաբերեցին, որ նա հեռացել է ոստիկանությունից 1995-ի հունիսին, մեկ ամիս Սոնայի սպանությունից հետո։ Պաշտոնական տարբերակը՝ նա գնացել է Ռուսաստան։ Բայց ոչ մի փաստաթուղթ չկար, որը հաստատեր այդ բանը։ Արամ Պետրոսյանը պարզապես անհետացել էր։ Ինչպես անհետացել էր Վահագն Գրիգորյանը։ Ինչպես անհետացել էին բոլոր ապացույցները։ Քննիչները հասկացան, որ նրանք գործ ունեն ոչ թե պատահական սպանությունների հետ։ Նրանք գործ ունեին համակարգված ոչնչացման հետ։ 10 մարդ, 10 սպանություն, 10 գաղտնիք, որոնք պետք է թաքնվեին հավերժ։ Բայց ով էր կազմակերպում այս ամենը։ Ով էր տալիս հրահանգները։ Եվ ամենակարևորը, ինչու։ Ինչու էր այդքան կարող սպանել այս 10 մարդկանց։ Ինչ էին նրանք գիտում, որը այդքան վտանգավոր էր։ Քննիչները սկսեցին կապել կետերը։ Նրանք սկսեցին տեսնել օրինաչափությունը։ Յուրաքանչյուր սպանված մարդ ուներ տեղեկատվություն Սիրադեղյանի մասին։ Տեղեկատվություն, որը կարող էր վնասել նրան։ Տեղեկատվություն, որը կարող էր բացահայտել նրա գաղտնի գործունեությունը։ Եվ յուրաքանչյուր սպանություն տեղի էր ունեցել ճիշտ այն պահին, երբ այդ մարդը պատրաստվում էր բացահայտել այդ տեղեկատվությունը։ Բայց քննիչները ուներ դեռ մեկ հարց։ Ինչպես գիտեր Սիրադեղյանը, թե երբ այդ մարդիկ պատրաստվում էին խոսել։ Ինչպես ուներ նա այդքան ճշգրիտ տեղեկատվություն։ Պատասխանը եկավ անսպասելի աղբյուրից։ Մի նախկին ոստիկան, ով աշխատել էր հատուկ ստորաբաժանումում, համաձայնվեց խոսել անանուն։ Նա բացահայտեց մի բան, որը շոկեց քննիչներին։ Նա ասաց, որ Սիրադեղյանը ուներ իր մարդկանց ոստիկանության ներսում։ Մարդիկ, ովքեր հաղորդում էին նրան ամեն ինչ։ Մարդիկ, ովքեր լսում էին հեռախոսազանգերը։ Մարդիկ, ովքեր կարդում էին հաղորդագրությունները։ Մարդիկ, ովքեր հետում էին կասկածելի անձանց։ Եվ երբ այդ մարդիկ հայտնաբերում էին, որ ինչ-որ մեկը պատրաստվում է խոսել, նրանք անմիջապես հաղորդում էին Սիրադեղյանին։ Եվ Սիրադեղյանը գործում էր։ Արագ, անողորմ։ Այս բացահայտումը փոխեց ամբողջ հետաքննությունը։ Քննիչները հասկացան, որ նրանք պայքարում են ոչ թե մեկ մարդու դեմ։ Նրանք պայքարում էին ամբողջ համակարգի դեմ։ Համակարգի, որը ներառում էր ոստիկանություն, դատարան, իշխանություն։ Համակարգի, որը պաշտպանում էր Սիրադեղյանին։ Համակարգի, որը թույլ էր տալիս նրան սպանել առանց հետանքների։ Բայց քննիչները չէին հանձնվում։ Նրանք շարունակեցին հավաքել ապացույցներ։ Նրանք շարունակեցին հարցաքննել վկաներին։ Եվ նրանք շարունակեցին փորել ավելի խորը։ Մինչ նրանք հասան ճշմարտությանը։ Ճշմարտությանը, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ 1995-ի հունիսին քննիչները ներկայացրեցին իրենց եզրակացությունները։ Նրանք ունեին 10 սպանություն, 10 զոհ։ Եվ բոլոր ապացույցները ցույց էին տալիս դեպի մեկ մարդ։ Վազգեն Սիրադեղյան։ Բայց երբ նրանք փորձեցին ձերբակալել նրան, նրանք հանդիպեցին դիմադրության։ Քաղաքական դիմադրության։ Սիրադեղյանը ուներ հզոր կապեր։ Նա ուներ ազդեցություն։ Նա ուներ գումար։ Եվ նա օգտագործեց այս ամենը պաշտպանելու իրեն։ Նա հայտարարեց, որ մեղադրանքները քաղաքական հետապնդում են։ Նա ասաց, որ ապացույցները կեղծ են։ Նա պնդեց, որ նա անմեղ է։ Եվ շատ մարդիկ հավատացին նրան։ Շատ մարդիկ, ովքեր չէին ուզում տեսնել ճշմարտությունը։ Շատ մարդիկ, ովքեր վախենում էին, որ եթե Սիրադեղյանը ընկնի, նրանք նույնպես կընկնեն։ Բայց քննիչները ունեին ապացույցներ։ Ապացույցներ, որոնք չէին կարող անտեսվել։ Ապացույցներ, որոնք ցույց էին տալիս, որ Սիրադեղյանը ոչ միայն գիտեր այդ սպանությունների մասին, այլ կազմակերպել էր դրանք։
Ապացույցներ, որոնք ցույց էին տալիս, որ նա վճարել էր սպանիչներին։ Ապացույցներ, որոնք ցույց էին տալիս, որ նա տվել էր հրահանգները։ Եվ ամենակարևորը, ապացույցներ, որոնք ցույց էին տալիս, որ նա ջնջել էր հետքերը։ Բայց արդյոք այդ ապացույցները բավարար էին դատապարտելու նրան։ Արդյոք արդարադատությունը կհաղթեր, թե իշխանությունը կպաշտպաներ իր սեփականին։ 1996-ի մարտին սկսվեց դատական գործընթացը։ Սիրադեղյանին մեղադրեցին 10 սպանությունների կազմակերպման մեջ, 10 հոդված քրեական օրենսգրքից, 10 մահապատիժ, եթե նա դատապարտվեր։ Դատավարությունը տեց 8 ամիս։ 8 ամիս, որի ընթացքում ներկայացվեցին հարյուրավոր ապացույցներ։ 8 ամիս, որի ընթացքում հարցաքննվեցին տասնյակ վկաներ։ 8 ամիս, որի ընթացքում Հայաստանը սպասում էր վճռին։ Վճռին, որը կորոշեր ոչ միայն Սիրադեղյանի ճակատագիրը, այլ երկրի ապագան։ Վճռին, որը ցույց կտար, թե արդյոք արդարադատությունը գոյություն ունի Հայաստանում։ Թե իշխանությունը ավելի հզոր է, քան օրենքը։ Դատավարության ընթացքում բացահայտվեցին սարսափելի մանրամասներ։ Վկաներ պատմեցին, թե ինչպես էին սպանվել զոհերը, ինչպես էին նրանք տառապել, ինչպես էին նրանք աղաչել իրենց կյանքի համար։ Բայց սպանիչները չէին ցույց տվել ողորմություն։ Նրանք կատարել էին իրենց առաջադրանքը։ Պրոֆեսիոնալ անողորմ։ Եվ երբ նրանք ավարտել էին, նրանք անհետացել էին։ Ինչպես ուրվականներ։ Ինչպես մարդիկ, ովքեր երբեք չեն եղել։ Բայց քննիչները գտել էին նրանց հետքերը։ Նրանք գտել էին ապացույցները։ Եվ նրանք ներկայացրել էին դրանք դատարան։ Ապացույցներ, որոնք ցույց էին տալիս, որ Սիրադեղյանը եղել է մաստերմայնդը։ Մարդը, ով պլանավորել էր ամեն ինչ։ Մարդը, ով վերահսկել էր ամեն քայլը։ Մարդը, ով ապահովել էր, որ ոչինչ չմնա պատահականության վրա։ Բայց Սիրադեղյանի պաշտպանությունը ուներ իր սեփական պատմությունը։ Նրանք պնդում էին, որ Սիրադեղյանը զոհ է քաղաքական հետապնդման, որ նրան մեղադրում են, որովհետև նա ուժեղ է, որովհետև նա ազդեցիկ է, որովհետև նա վտանգ է ներկայացնում իր հակառակորդների համար։ Նրանք ասացին, որ ապացույցները կեղծ են, որ վկաները ճնշման տակ են, որ ամբողջ գործը կառուցված է սուտի վրա։ Եվ նրանք բերեցին իրենց սեփական վկաները։ Մարդիկ, ովքեր ասացին, որ Սիրադեղյանը անմեղ է։ Մարդիկ, ովքեր ասացին, որ նա երբեք չէր կարող անել այն, ինչով նրան մեղադրում են։ Մարդիկ, ովքեր ասացին, որ նա լավ մարդ է, ազնիվ մարդ, ով սիրում է իր երկիրը։ Բայց ինչ նա արել էր։ Դատարանի դահլիճում եղավ լռություն։ Սիրադեղյանը չշարժվեց։ Նա չցույց տվեց ոչ մի էմոցիա։ Նա պարզապես նայեց դատավորին։ Եվ հետո նա դարձավ նայեց զոհերի ընտանիքներին։ Ինչ էր նա մտածում այդ պահին։ Արդյոք նա զղջում էր։ Արդյոք նա զգում էր մեղք։ Թե նա դեռ հավատում էր, որ նա ճիշտ էր։ Զոհերի ընտանիքները լացում էին։ Լացում էին ոչ թե ուրախությունից, այլ ցավից։ Ցավից, որը երբեք չէր անցնի։ Ցավից, որը միշտ կմնա նրանց հետ։ Ցավից, որը հիշեցնում էր նրանց, թե ինչ էին նրանք կորցրել։ 10 ընտանիք։ 10 կյանք, որոնք ջնջվեցին։ 10 ապագա, որոնք երբեք չեղան։ Եվ մեկ մարդ, ով պատասխանատու էր այս ամենի համար։ Մեկ մարդ, ով հիմա կանցկացներ մնացած կյանքը բանտում։ Բայց արդյոք դա բավարար էր։ Արդյոք արդարադատությունը իսկապես տեղի ունեցավ։ Թե կային դեռ հարցեր, որոնց պատասխանները երբեք չէին տրվի։ Քննիչները գիտեին, որ կային դեռ հարցեր։ Հարցեր, որոնք վերաբերում էին այն մարդկանց, ովքեր օգնել էին Սիրադեղյանին։ Մարդկանց, ովքեր կատարել էին սպանությունները։ Մարդկանց, ովքեր ջնջել էին ապացույցները։ Մարդկանց, ովքեր անհետացել էին առանց հետքի։ Վահագն Գրիգորյանը, Արամ Պետրոսյանը և ուրիշներ, որոնց անունները դեռ չէին հայտնի։ Ո՞ր էին նրանք հիմա։ Արդյոք նրանք դեռ Հայաստանում էին։ Թե նրանք փախել էին արտերկիր։ Արդյոք նրանք դեռ կատարում էին հատուկ առաջադրանքներ։
Թե նրանք թաքնվել էին սպասում էին, մինչ փոթորիկը անցնի։ Քննիչները շարունակեցին փորել։ Նրանք շարունակեցին որոնել։ Բայց նրանք երբեք չգտան այդ մարդկանց։ Նրանք անհետացել էին։ Ինչպես ուրվականներ։ Ինչպես մարդիկ, ովքեր երբեք չեն եղել։ Բայց մի բան մնաց։ Մի բան, որը քննիչները երբեք չկարողացան բացատրել։ Ցուցակը։ Ցուցակը, որի մասին խոսել էին Կարեն Ավագյանը, Սերգեյ Պետրոսյանը։ Ցուցակը, որը պարունակում էր 15 անուն։ 15 մարդ, ովքեր պետք է վերացվեին։ Քննիչները գտել էին 10 անուն։ 10 մարդ, ովքեր սպանվել էին։ Բայց ինչ եղավ մյուս 5 անունների հետ։ Արդյոք նրանք նույնպես սպանվեցին։ Թե նրանք փրկվեցին, որովհետև Սիրադեղյանը ձերբակալվեց նախքան նա կարողանար ավարտել իր պլանը։ Քննիչները փորձեցին գտնել այդ 5 անունները։ Բայց նրանք երբեք չկարողացան։ Ցուցակը անհետացել էր։ Ինչպես անհետացել էին բոլոր ապացույցները։ Ինչպես անհետացել էին բոլոր հետքերը։ Այսօր, 30 տարի անց, զոհերի ընտանիքները դեռ փնտրում են պատասխաններ։ Նրանք դեռ հարցնում են՝ ինչու՞։ Ինչու՞։ Էին նրանց սիրելիները պետք է մեռնեին։ Ինչ էին նրանք արել։ Ինչ էին նրանք գիտում։ Եվ ամենակարևորը, արդյոք ճշմարտությունը երբեք կբացահայտվի ամբողջությամբ։ Արդյոք կլինեն դեռ բացահայտումներ։ Արդյոք կգտնվեն դեռ ապացույցներ։ Թե գաղտնիքները կմնան թաղված հավերժ։ Մի բան հաստատ է։ 10 մարդ մեռան։ 10 ընտանիք կործանվեցին։ Եվ մեկ մարդ պատասխանատու էր այս ամենի համար։ Բայց արդյոք նա միակն էր։ Արդյոք չկային ուրիշներ, ովքեր օգնեցին նրան, ովքեր պաշտպանեցին նրան, ովքեր թույլ տվեցին նրան անել այն, ինչ նա արեց։ Այս հարցերը դեռ սպասում են պատասխանների։ Եվ մինչ այդ պատասխանները չեն տրվում, ճշմարտությունը կմնա թերի։ Արդարադատությունը կմնա անավարտ։ Եվ հիշողությունը կշարունակի հետապնդել բոլորին, ովքեր ապրել են այդ սարսափելի օրերը։